Բարի օր բոլորին։ Եթերում կրկին ախալքալակի ձայնը ռադիոն է։ Այսօր ուզում եմ խոսել այնպիսի թեմաների մասին, որոնք երբեմն բարձրաձայն չենք ասում, բայց բոլորս էլ մեր ներսում զգում ենք։ Թեմաների մասին, որոնք չեն աղմկում, չեն պահանջում ուշադրություն, բայց ունեն հսկայական ազդեցություն մեր կյանքի վրա։ Այս մոնոլոգը լռության, ինքնավստահության, վախերի, համեմատության և մենակության մասին է։ Այն ամենի մասին, ինչը ձևավորում է մեզ, անգամ եթե մենք դա չենք նկատում։ Երբ լռությունը ավելի բարձր է խոսում, քան բառերը, մենք ապրում ենք խոսքի աշխարհում։ Բոլորը խոսում են, մեկնաբանում, խորհուրդ տալիս, գնահատում, բայց այդ աղմուկի մեջ հաճախ մոռանում ենք մի բան՝ լռությունը նույնպես լեզու է, եւ երբեմն այն ավելի ճշմարիտ է, քան հազար բառ։ Լռությունը գալիս է այն պահերին, երբ բառերը այլևս չեն հերիքում, երբ ցավը չի ուզում բացատրել, երբ ուրախությունը չի ուզում կիսվել, երբ մարդը պարզապես ուզում է լինել։ Այդ լռությունը դատարկություն չէ։ Դա լիքն է մտքերով, զգացողություններով և պատասխաններով։ Մենք հաճախ վախենում ենք լռությունից։ Կարծում ենք, եթե լռեցինք, մեզ չեն հասկանա, կմոռանանք, անցնեն մեր կողքով, բայց իրականում լռության մեջ է, որ մենք սկսում ենք լսել ինքներս մեզ։ Երբ աշխարհը լռում է, մի քանի րոպե մեր ներսի ձայնը սկսում է խոսել, եւ այդ ձայնը երբեմն ասում է այն ճշմարտությունը, որոնք մենք երկար ժամանակ խուսափել ենք լսելուց։ Ինքնավստահ լինելը ծնունդ չէ, այլ սովորություն։ Շատերը մտածում են, թե ինքնավստահ մարդիկ ծնվում են այդպիսին։ Թվում է նրանք միշտ գիտեն ինչ ասել, ինչպես քայլել, ինչպես լինել կենտրոնում։ Բայց իրականում ինքնավստահությունը սովորություն է, ոչ թե բնավորության պատահական նվեր։ Ինքնավստահությունը ձևավորում է փոքր քայլերով, երբ դու խոսում ես, եթե ձայնդ դողում է, երբ դու փորձում ես, եթե վստահ չես արդյունքին, երբ դու չես փախչում սխալից, այլ ընդունում ես այն։ Ինքնավստահ մարդը նա չէ, ով երբեք չի վախենում։ Ինքնավստահ մարդը նա է, ով վախի հետ միասին շարունակում է քայլել։ Եվ ամեն անգամ, երբ մենք չենք հրաժարվում մեզնից, մեր ներսում մի փոքր վստահություն է ծնվում։ Սխալվելու վախը եւ այն, ինչպես կանգնեցնում է առաջ գնալուց։ Սխալվելու վախը ամենահզոր կանգնեցնող ուժերից մեկն է։ Մենք չենք փորձում, որովհետեւ վախենում ենք։ Չենք խոսում, որովհետեւ կարող ենք սխալ ասել։ Չենք սկսում, որովհետեւ կարող ենք ձախողել, բայց հարց է առաջանում։ Իսկ եթե չսկսենք, ինչ ենք կորցնում։ Սխալը պարտություն չէ, սխալը փորձ է։ Սխալը նշանակում է դու շարժվել ես, փորձել ես, ապրել ես։ Իսկ չփորձելը նշանակում է դու կանգնել ես մի տեղ, որտեղ ոչինչ չի փոխվում։ Առաջ գնալու ճանապարհը երբեք ուղիղ չի լինում։ Այն լի է շեղումներով, ընկումներով, վեր կենալով, բայց հենց այդ ճանապարհն է մեզ դարձնում ուժեղ, հասուն, գիտակից։
Ինչու ենք հաճախ մենք համեմատվում ուրիշների հետ։ Մենք ապրում ենք համեմատությունների դարում, սոցցանցեր, նկարներ, հաջողություններ, թվեր, եւ մենք սկսում ենք մտածել. իսկ ես ինչու այդպեսին չեմ։ Ինչու իմ ճանապարհը դանդաղ է, ինչու իմ կյանքը ուրիշ է։ Բայց մենք մոռանում ենք մի բան։ Մենք տեսնում ենք միայն ուրիշների արտաքին կողմը, ոչ թե նրանց ներսի պայքարը։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ցավը, իր վախը, իր ճանապարհը։ Համեմատությունը մեզ խլում է մեր ուրախությունը։ Այն մեզ ստիպում է ապրել ոչ թե մեր կյանքը, այլ ուրիշի չափանիշներով։ Եվ հենց այդ պահին մենք սկսում ենք կորցնել ինքներս մեզ։ Քո ճանապարհը քոնն է, քո արագությունը քոնն է, քո արժեքը չի չափվում ուրիշի արդյունքներով։ Մենակ լինելը թուլություն, թե ուժ։ Շատերը վախենում են մենակ մնալուց։ Մենակությունը թվում է դատարկ, ծանր, անհարմար, բայց իրականում մենակությունը կարող է լինել ուժի աղբյուր։ Մենակ մնալը նշանակում է հանդիպել ինքդ քեզ, լսել քո մտքերը, ընդունել քո զգացմունքները, հասկանալով ես դու, երբ ոչ ոք չի նայում։ Մենակությունը չի նշանակում միայնակ լինել։ Այն նշանակում է ինքներդ քեզ հետ լինել խաղաղ հարաբերության մեջ։ Եվ երբ մարդը սովորում է մենակ լինել առանց վախի, նա դառնում է ավելի ամբողջական, ավելի վստահ, ավելի ուժեղ։ Այս թեմաները՝ լռությունը, ինքնավստահությունը, սխալվելու վախը, համեմատությունը եւ մենակությունը իրականում մի ճանապարհ են։ Ճանապարհ դեպի ինքնաճանաչում։ Մենք բոլորս այդ ճանապարհին ենք։ Ոմանք ավելի արագ, ոմանք դանդաղ, բայց կարևորն այն է, որ մենք քայլում ենք։ Եթե այս մոնոլոգից մի միտք մնաց քեզ հետ, թող դա լինի սա. դու պարտավոր չես լինել կատարյալ, դու պարտավոր ես լինել իսկական։ Եվ վերջում, շնորհակալ եմ, որ լսեցիք, շնորհակալ եմ, որ մտածեցիք։ Թող այս խոսքերը լինեն ոչ թե վերջ, այլ սկիզբ։ Սկիզբ դեպի ինքներդ ձեզ։ Ձեզ հետ է Ախալքալակի ձայնը ռադիոն։